Տիկին Հակոբյան, քանի որ Արցախի պատգամավորներից ամենաակտիվը դուք եք եւ մենք ձեզ պարբերաբար տեսնում ենք արցախցիներին վերաբերող միջոցառումներին, բոլորին հետաքրքրում է ինչ է լինելու հունվարի 1-ից Արցախի ճակատագիրը, ինչ է լինելու։ Ես կարծում եմ, որ որևէ մեկ այսօր այդ հարցի պատասխանը չի կարող տալ, որտեղ ակտիվ կամ պասիվ լինելը դրա հետ հաստատ կապ չունի այնքանով, որ հակառակ կողմ, այսինքն Ադրբեջանը ինքը անկանխատեսելի է բոլոր առումներով։ Նույնիսկ այն պայմանավորվածությունները, որ այդ վարքյանին տեղի են ունենում, դրանք չեն պահվում։ Հետևաբար խոսել, թե ինչ պայմանավորվածություններ կան, եւ Լախում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հունվարի 1-ի հետ կապված եւ ինչ է տեղի ունենալու ու վստահ ասել, որ հենց այդպես է լինելու, որևէ մեկը չի կարող։ Իսկ կանխավ պայմանավորվածությունները հետևյալն էին, որ մինչ հունվարի 1-ը որևէ մեկը պարտադիր չի, բոլորը հանգիստ կարող են մնալ, որևէ ադրբեջանցի զինվոր չի լինելու Ստեփանակերտում, Արցախում, այսինքն կարող են մնալ, ստանալ Ադրբեջանից իրենց այդ ինտեգրման այսպես առաջարկները, հնարավորություն ունենք մենք նաև առաջարկներ անելու, այնուհետև որոշում կայացվի ինչ կերպ, կամ որոշում կայացվի, յուրաքանչյուրը կարող է իր որոշումը ունենալ մնալ նման Արցախում, թե լքել Արցախը։ Սակայն մենք տեսանք, այդ բանակցությունների արդյունքում այն որ առերես արվում էր իլուր աշխարհի կամ ի ցուցադրություն աշխարհի, դրա հակառակ կողմ լրիվ այլ բաներ տեղի ունենում, այսինքն խոշտանգում էին, կեղեքում էին Արցախցուն, սպանում էին երեխաներին այդ նույն ժամանակահատվածում, այսինքն հիմիկվանից ասել, որ որևէ պայմանավորվածություն տեղի կունենա կամ հունվարի 1-ին այսպես բարի ինչ որ դիմակ հակած որոշում կկայացվի, որ արցախցիները կարող են վերադառնալ, ես մի տեսակ դրան չեմ հավատում։ Այսինքն աշխարհը փակեց Արցախի էջը այս փուլում եւ նաեւ ինչու են ասում հունվարի 1-ին ինչ է սպասվում, հաշվի առնելով Սամվել Շահրամանյանի այսպես հրամանագիրը։ Ես չեմ կարծում, որ սա աշխարհը փակեց, սա եւ ընդհանրապես փակ է Արցախի հարցը, ինքը փակ չէ, փորձում են, որովհետեւ Ադրբեջանը մենք ունենալով նման իշխանությունները Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանին ուղղակի հաջողեց հասնել այս աստիճանին, այսինքն ինքը փաստի ուժով կարծես թե փակել է Արցախյան հարցը, փաստ, իրենք այնտեղ են, մենք այնտեղ չենք, սակայն իրավունքի ուժով որևէ մեկը չի կարող փակել Արցախի հարցը, այսինքն Արցախի հարցը փակված չէ։ Այլ բան է, թե մենք ինչ ենք պատրաստվում անել կամ ինչպես ենք պատրաստվում անել կամ կարողանալու ենք, թե չենք կարողանալու անենք։ Արցախի հարցը փակված չէ, իսկ ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանի հրամանագրին հունվարի 1-ի կապակցությամբ, մենք բոլորս շարունակել ենք միևնույն է աշխատել հասարակական հիմունքներով, հունվարի 1-ից հետո եւս եւ որևէ մեկը կոնկրետ ազգային ժողովի մասով չի կարող որևէ հայտարարություն անել։ Նիստ եւս Այո, մենք արդեն իսկ կարգավորումներ ենք անում, չնայած որ ես չեմ արդարացնում, հիմա արդարացում չունի նաեւ ազգային ժողովը իր պահվածքով, որտեղ կարծես թե այդ առումով մենք եւս դանդաղում ենք եւ անհատներով չի, որ պիտի ազգային ժողովի դեմքը երևա, ազգային ժողովը պիտի անպայման նիստ գումարի, պիտի հայտարարի իր օրակարգի մասին եւ պիտի ի վերջո տեր կանգնի իր իսկ ժողովրդին։ Շահրամանյանից ստորագրած փաստաթուղթը ուժ ունի թե չունի, օրինակ Սփյուռքից շատ են այս հարցեր ասում են, դուք այդտեղ հասկացել եք այդ փաստաթուղթը ուժ ունի թե չունի, մի անձը կարող է ժողովրդի ստեղծած պետությունը լուծարել։ Ոչ, չի կարող եւ իրավական առումով այո, ինքը որևէ բան ոչ թե ընդհանրապես չի ներկայացնում, չի կարող ի վերջո նախագահի ստորագրածը ոչինչ չներկայացնել։ Իհարկե, նայած ինչպես ես դու դա օգտագործում նաեւ, սակայն այն իրավական ուժը, որ կամ հնչեղությունն այսպես տալիս, որ ինքը ունի այս ուժային, ոչ որևէ երկրի նույն սահմանադրության մեջ չեք կարող հանդիպել նման բանի, առավել եւս Արցախի, Հայաստանի չի կարող անձը լուծարել պետությունը, որտեղ պետությունները ստեղծում են ժողովուրդները եւ հետեւաբար չի կարող անձը լուծարել Արցախի հանրապետությունը։ Ինչ պիտի արվի սահմանադրական դատարանը Արցախը պիտի նիստ անի, պիտի վիճարկվի սահմանադրական դատարանում, թե խորհրդարանը պիտի անի, այսինքն ինչպես է այդ փաստաթուղթը վիճարկվելու։ Գիտեք, տարբեր են տարբերակները,
ամենակարճ ճանապարհը, երբ նախագահը ինքը իր հրամանագիրը չեղարկում է նոր հրամանագրով, նման նախադեպեր եղել են նախորդ նախագահի ժամանակ, կարող է լինել այո նաև ազգային ժողովի որոշումով տարբեր եղանակներ կան։ Այդ դեպքում ինչու են դանդաղում, որովհետև եթե այն ժամանակ Սամվել Շահրամանյանն ասում էր կյանքեր է փրկել, հիմա կարծես թե այդ իմաստ չունի այլևս այդ պատճառաբան։ Պետք է հավաքվել, նախ պիտի կարողանանք падգամավորներով ազգային ժողովը ընդհանրապես հավաքվել, ինչը առ այսօր դեռևս չի հաջողվել, որ ամբողջ կազմով հավաքվենք, հա խմբերով եղել է, խմբակցությունների ղեկավարներով եղել է, քննարկումներ եղել են տարբեր առանց հանրայնացման, սակայն այդպես մեծ կազմով դեռևս չի հաջողել, մոտ օրերս դա տեղի կունենա։ Իսկ գուցե Հայաստանի իշխանությունները եւս խանգարում են, որտեղ Էդմոն Մարուքյանի հայտնի ասածը, որին արդեն իսկ անդրադարձել եք, որ ազգային անվտանգության խնդիր է, եթե ինստիտուտները այստեղ գործեն։ Այդ առումով չեն խանգարում, իրենք զգուշացնում են մեզ։ Բացարձակ դա կապ չունի, իհարկե կան անհատներ, նաև ազգային ժողովի падգամավորներից, որոնք իրականում այո վախենում են։ Եվ կարծում եմ մոտակա արդեն երբ հավաքներ կլինեն կամ նիստ տեղի կունենա, հանրությունը ինքը եւս կտեսնի դա, բայց ընդհանուր առմամբ դա ոչ թե հիմնականում հա վախն է, այլ ուղղակի դեռևս չստացվել է հավաքվելը։ Իսկ թե ինչ են անում Ադրբեջանի պահանջները ուղղակի կամ անուղղակի կատարվում են, ինստիտուտները դադարում են գոյություն ունենալ։ Չէ, ամեն դեպքում ազգային ժողովի մասով ես չէի համաձայնի դրա հետ, այո, ես նորից եմ կրկնում, մենք դանդաղում ենք, ստացվում է եւ անհատական է աշխատանքը կարծես թե, բայց 1-2 օրերի ընթացքում տեղի կունենան այդ հանդիպումները։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։